Տավուշի հիասքանչ բնության գրկում պատսպարված պատմամշակութային հուշարձանների պակաս չկա։ Ներկայացնում ենք այս տարածաշրջանի միջնադարյան վանական համալիրներից մեկը, որն իր ժամանակին դասվել է հոգևոր ամենահայտնի կենտրոնների շարքին։ Բաց երկնքի տակ Սրվեղ վանական համալիրն է։ Հայաստանի Տավուշի մարզի մարզկենտրոն Իջևանից 11 կիլոմետր հյուսիս-արևելյան ուղղությամբ է գտնվում Այգեհովիտ գյուղը, որից էլ մոտավորապես 3 կիլոմետր հարավ-արևմտյան ուղղությամբ Խաչին տակ կոչվող դաշտամասում կանգուն է 12-ից 13-րդ դարերի Սրվեղ վանական համալիրը, որը ուներ նաև Սրվեգ, Սրուեղ անվանումները։ Վանական համալիրը թվագրվում է 13-րդ դարով, ցավոք պատմական սկզբնաղբյուրներում կամ արձանագրություններով որևէ հստակ թվագրություն չունենք, սակայն Էկիրանց վանքի հետ ունեցած բազմաթիվ զուգահեռներով այն թվագրվում է 13-14-րդ դարով։ Վանական համալիրը բաղկացած է եղել գլխավոր սուրբ նշան եկեղեցուց, փոքրիկ մատուռ Սուրբ Աստվածածնից, միաբանների համար նախատեսված խցերից, ձիթանից, պարսպապատ մեծ հսկայական տարածք է զբաղեցրել ժամանակին, ցավոք հիմա պահպանված է միայն գլխավոր եկեղեցին եւ մատուռը։ Կիսավեր վիճակում էին, ինչպես տեսնում եք, արդեն ընթանում են վերականգնման եւ ամրակայման աշխատանքները։ Եկեղեցին կառուցված է աղյուսից, որը Հայաստանի համար եզակի շինանյութ է, եւ 3 ընդամենը աղյուսով կառուցված եկեղեցիներ վանական համալիրներ կան, ու 3-ն էլ Տավուշի մարզում են։ Մեկը Սրվեղի վանական համալիրն է, Կիրանցը եւ Բերթավանի Բերթավանքը։ Գլխավոր սուրբ նշան եկեղեցին դահլիճ տիպի գմբեթավոր կառույց է եւ գմբեթը ներսից կլոր, իսկ արտաքինից 12 նիստանի սուր գեղեցիկ վեղարով գմբեթ է եւ վանքի հենց անվանումը Սրվեղ ժողովրդական ավանդույթը կապում է այդ սուր վեղար ունենալու հետ։ 2021 թվականին Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարության հանձնարարականով պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը սկսեց հուշարձանի մաքրման եւ պեղման աշխատանքները։ Դա իրականացրեցինք կառավարության հանձնարարականով հուշարձանի ամրակայման եւ վերականգնման ծրագրի շրջանակներում։ 21 եւ 22 թվականներին ընթացան պեղման եւ մաքրման աշխատանքները, որոնք շատ հետաքրքիր տվյալներ տվեցին թե եկեղեցու կառուցման, իր հիմքերի, իր ամրության, իր շինանյութի հետ կապված, ինչպես նաեւ վանական համալիրի կյանքի եւ գործունեության վերաբերյալ շատ հետաքրքիր եւ հարուստ տեղեկություններ ստացանք, որ համալիրը ժամանակին ունեցել է շատ մեծ միաբանություն, մեծ հարգանք է վայելել թե տեղացիների եւ թե հավատավոր ժողովրդի կողմից, ուխտատեղի է եղել տարբեր դարերում եւ եթե շրջեն կտեսնենք, որ եկեղեցին ժամանակ առ ժամանակ վերականգնվել է, օգտագործվել է տեղական ավազաքարը վերականգնումների ժամանակ, կան արձանագիր առանձին քարաբեկորներ, որոնք օգտագործվել են շինարարության ժամանակ, վերականգնման ժամանակ նաեւ, որոնք ընդհանրապես կապ չունեն այս եկեղեցու թե կառուցման հետ եւ թե իր ինչ-որ մասնիկն են։ Եվ դրանց ուսումնասիրությունը թույլ է տվել մասնագետներին ենթադրել, որ ժամանակին այստեղ ավելի վաղ եկեղեցի կամ սրբավայր է եղել, որի բեկորները, մասունքները հետագայում օգտագործվել են այս աղյուսաշան եկեղեցու կառուցման եւ հետագայի վերականգնումների ժամանակ։ Հանկանում եմ հասկանալ, թե ինչ իրավիճակ է այստեղ եղել, ինչ աշխատանք եք իրականացրել, որովհետև որոշ նկարներ ցույց են տալիս, թե հողի ինչպիսի շերտ է եղել, ինչ ենք ունեցել։ Երբ որ առաջին անգամ բարձրացանք հուշարձան, երևում էր միայն գլխավոր եկեղեցին, այն էլ կիսավեր վիճակում, գմբեթը դարձյալ խարխլված վիճակում էր, արևմտյան կողմը հատկապես այդ թաղի կոտրված, քանդված հատվածները ամբողջությամբ լցված էին մուտքից եւ ներս եւ դուրս, աջ ու ձախ։ Ժամանակին գյուղի համայնքի ջանքերով այսպես դեպի խորան տանող նեղ փոքրիկ ճանապարհ էր բացվել եւ մնացած հատվածները այդ լիցքը ամբողջությամբ կուտակված, որի շերտը տեղ-տեղ հասնում էր մինչև 2 մետրի եւ հիմա պատերի վրա էլ նույնիսկ այդ հետքերը կարող ենք տեսնել։
Փոքրիկ Սուրբ Աստվածածին մատուռը ամբողջությամբ պատված էր բուսականությամբ, մեջը պատերին ծառեր էին աճած, հաստաբուն ծառեր խորը արմատներով, որոնք վնասել էին արդեն իսկ խարխլված կիսավեր կառույցի պատերը, հիմքերը, եւ առաջին պեղաշրջանի ընթացքում մենք կարողացանք միայն այդ բուսականությունից մաքրել տարածքը, որպեսզի կարողանանք գոնե կառույցները հստակ երևան։ Իսկ արդեն հաջորդ տարի մայիս-հունիս ամիսներին, գրեթե 2 ամիս, մենք այստեղ մեծ թիմով աշխատեցինք, որպեսզի մաքրենք տարածքը ավերակներից, բացենք կառույցի հիմքերը, ինչը շատ կարևոր էր վերականգնող մասնագետների համար, եւ բարձեցինք, որ եկեղեցին ամբողջությամբ նստած է, կոնկրետ գլխավոր եկեղեցին ժայռի վրա, բնական ժայռի վրա, ինչը արդեն իսկ հեշտացնելու էր վերականգնման աշխատանքները, որովհետեւ հիմքերի ամրացման խնդիր այլևս չէինք ունենալու։ Այստեղ սեյսմոլոգ աշխատեցին, երկրաբան աշխատեցին եւ իրենց եզրակացությունը եղավ այն, որ եկեղեցին կործանվել է երկրաշարժի բնական աղետի հետևանքով, տարբեր ժամանակներում իր ունեցած վերականգնումները արվել էին տեղական ավազաքարով։ Կային վերականգնման հետ կապված տարբեր այսպես մոտեցումներ եւ առաջարկվում էր մի տարբերակով ամբողջացնել եկեղեցին աղյուսով, որի հիմնական հումքն էր, եւ կար առաջարկ, որ ավելի հեշտ ու դյուրին կլինի դա իրականացնել հենց տեղական ավազաքարով, առավել եւս որ արդեն միջամտումներ կային։ Սակայն կարծում եմ ավելի ճիշտ եղավ, որ որոշեցին ու արվում է աղյուսով։ Ամենահետաքրքիր գտածոն այս տեղամասից որ գտել եք։ Ամենակարևոր ու ամենահետաքրքիրներից մեկը եկեղեցու ներսում ամբողջական խաչքարն էր, որ այդ փլվածքների մեջից մենք կարողացանք գտնել։ Այն տեղական վարդագույն ավազաքարով է կերտված, շատ գեղեցիկ խաչքար է, որը նախատեսված է եղել կանգնեցնելու համար։ Եվ ամենաբացառիկ ու այսպես մեզ համար կարևոր արժեքավոր գտածոն անագային բրոնզից պատրաստված շատ գեղեցիկ այսպես խաչաթևերով, եռաբողբոջ վերջավորություններով խաչի կտոր է, որը թվագրվում է 11-ից 13 եւ ավելի ուշ դարերով։ Ինչ-ինչ պատճառներով այն տեղափոխվել ու դրվել էր եկեղեցու ներսում։ Երկու եկեղեցիների միջև գտնվում է տապանաբակը, որտեղ ամբողջությամբ պատված էր մանր թփերով եւ տապանակարերը չէին երևում։ Մաքրման աշխատանքների ժամանակ այդ հատվածից մենք կարողացանք գտնել արծաթից 3 դրամ։ Դրանք պարսկական աբասիներ են, Աբաս մեծի թողարկած դրամներ, որոնց տիպաբանությունը կատարել է դրամագետ Արմինե Զոհրաբյանը եւ ըստ նրա դրանք երկուսը հատված են Թավրիզի դրամահատարանում 1817 եւ 18 թվականներին, իսկ մյուսը Թիֆլիսի 1818 թվականին։ Եվ արծաթի պարունակությունը դրանց այդ մետաղների մեջ կազմում է 65-ից 70%։ Գլխավոր եկեղեցու մուտքից ներս եւ դուրս մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերեցինք կավե ճրագակալ մոմակալներ, որոնք շատ հետաքրքիր եւ օրիգինալ էին։ Մինչ այժմ Հայաստանի տարբեր հուշարձաններից հայտնաբերված այդ մոմակալների, ճրագակալների հետ համեմատած, սակայն նրանք թվագրվում են դարձյալ 13-14-րդ դարերում։ Եվ դա կարող է վկայել այն մասին, որ ժամանակին այստեղ շատ մեծ միաբանություն է եղել եւ հենց եկեղեցու այդ ծաղկման շրջանում է, որ դրանք օգտագործվել են։ Դիվան հայ վիմագրության 6-րդ պրակում, որը կազմել են վիմագրագետներ Սուրեն Ավագյանն ու Հռիփսիմե Ջանփոլադյանը եւ որտեղ ներկայացվում են Իջևանի շրջանի հուշարձանները, անդրադարձ կա նաեւ Այգեհովիտ գյուղի տարածքում եւ շրջակայքում պահպանված առավել ուշագրավ հուշարձաններին, այդ թվում Սրվեղի վանքին։ Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, կառուցված թրծած աղյուսով։ Միայն պատերի ստորին շարքերը մոտ 1 մետր բարձրությամբ շարված են մուգ վարդագույն անդեզիտի սրբատաշ քարերով։ Եկեղեցին անսյուն է, երկու զույգ որմնասյուներն իրար միանալով սլաքաձև կամարներով իրենց վրա են պահում երկարավուն 12 նիստով գմբեթը, սրածայր վեղարով։
Եկեղեցու ներսում հյուսիսային պատի վրա կառուցված է կամարավոր մի խորշ մկրտության ավազանով։ Վերջինս փորված է ձագարաձև, ստորին մասում ջուրը դուրս հոսելու հատուկ անցքով։ Հուշարձանը ժամանակի ընթացքում ենթարկվել է մի շարք վերանորոգումների, որոնց հետքերը նկատելի են պատերի վրա։ Ամբողջովին վերանորոգված են արևելյան ճակատի երկու անկյունները, բեմի կենտրոնական մասը, արևմտյան դռան շրջանակը և անկյունների հատվածները, մասնակի վերանորոգման է ենթարկվել նաև գմբեթը։ Այդ նորոգումների ընթացքում պատերի շարվածքի մեջ են դրվել բազմաթիվ բեկորներ և քանդակազարդ խաչքարերի կտորներ, հաճախ շրջված վիճակով և արձանագրված։ Տարակույս չի կարող լինել, որ այդ ձևավոր և արձանագրված բեկորները, որոնք չեն մերված Աղյուսաշեն եկեղեցու ընդհանուր նկարագրին, բերված են այլ հուշարձաններից կամ նույն տեղում եղած ավելի հին կառուցվածքի ավերակներից, գրված է աշխատության մեջ։ Վիմաքարը, որ տեսնում ենք, ինքը խաչքարի ստորին հատվածն է եւ իր ստորին մասում կա արձանագրություն, որտեղ որ հիշատակվում է Սուրբ Նշան անվանումը։ Ըստ դրանից էլ մենք իմանում ենք, որ եկեղեցու անվանումը Սուրբ Նշան է։ Այստեղ հարկ է նշել, որ դեպի երկրորդ հարկի ավանդատներ աստիճանները բարձրանում են հենց խորանի աջ եւ ձախ կողմերից։ Հյուսիսային մուտքը հիմա որ տեսնում ենք արդեն բացված, պեղումների ժամանակ այն փակված էր եւ հստակ չգիտենք էլ թե երբ է այն փակվել։ Ուղղակի խաչի բեկորը, բրոնզեց խաչի բեկորը գտնվեց հենց այս շարվածքի մեջ։ Իդեպ մի խաչքարի բեկորով էլ հենց այդ շարվածքը կար, էլի շարվածքի մեջ խաչքարի բեկոր էլ կար։ Պեղումների ընթացքում մենք հարավային ավանդատան մուտքի այս կամարի քարի վրա հայտնաբերեցինք, որ նա նկարի հետքեր։ Ցավոք սրտի, ինչպես տեսնում եք, այն ամբողջությամբ աղավաղված եւ խեղաթյուրված է վանդալիզմի հետևանքով, որտեղ եւ փորագրություններ կան արված եւ ներկով արված ինչ-որ հետքեր կան, նույնիսկ 1910 թվականին Հովանեսը, չգիտեմ ով իր անունը այստեղ դաջել է, սակայն սրանով հանդերձ նույնիսկ մենք տեսնում ենք գույնի տարբեր կապույտ, փիրուզագույն, սևի, կարմիրի հետքեր եւ հնաբնակների հիշողություններով այստեղ ինչ-որ սրբի պատկեր է եղել, տղամարդու պատկեր լուսապսակով հարդարված, ցավոք այսքանն է ընդամենը պահպանված մնացել այս որնանկարից։ Չի բացառվում, որ ամբողջ եկեղեցում էլի լինեին որնանկարներ։ Ցավալիորեն մենք տեսնում ենք մարդկային գործունեության անբարենպաստ հետքերը եւ եւս մեկ անգամ անդրադառնում ենք, որ ուղղակի անթույլատրելի է, պարզապես այս վիճակում այս կառույցը հասել է մեզ ու ունենալ այն ինչ ունենք ուղղակի անթույլատրելի ու ցավալի է։ Սուրբ Նշան եկեղեցուց մի փոքր հյուսիս գտնվում է ավելի ուշ կառուցված 1889 թվականին կառուցված փոքրիկ Սուրբ Աստվածածին մատուռը։ Ըստ խորանի մոտ արկա քարե արձանագրության այն կառուցել է գյուղի համայնքը Տեր Հովհաննես քահանայի գլխավորությամբ։ Արդեն գրեթե ավարտված են իր վերականգնման աշխատանքները, սակայն պեղումների սկզբնական շրջանում այն ամբողջությամբ խարխլված, պատերը քայքայված, ծածկը չկար, շատ տխուր վիճակում էր գտնվում եւ պեղումների ժամանակ մենք հայտնաբերեցինք գմբեթարդի հատվածից եւ թափված հողերի լիցքից տասնյակ հարյուրավոր կարասների բեկորներ, այսինքն եւ 19-րդ դարի վերջում եւ փաստորեն 13-րդ դարում նույն այդ շինարարական հնարքները մեր ճարտարապետներն օգտագործել են գմբեթի թեթևության եւ ակուստիկայի ապահովման համար։ թվականի նոյեմբերից սկսել ենք վերականգնման աշխատանքները, հեռացրել ենք ույլ մասերը, նորից վերաշարելով, այն իր քարերով, մի մասը բերել ենք նորը, հնարավորինս նմանեցնելով հնին, աղյուսները, գույնը, չափը, կրաշաղախով, բազալտե մանրաթելով, ցեմենտով, որպեսզի ավելի երկարակյաց լինի։ Գմբեթը մաքրվելու է հին մասերից,
որ արդեն փչացած է, դրվելու է նորը, բազալտի շերտով ծածկվելու է անձրևից պաշտպանելու համար։ Սա գրեթե ամբողջությամբ քանդված է եղել։ Մենք լրիվ վերաշարել ենք իր հին քարերով, իր ինչ կար, վերաշարել ենք, ամրացնում ենք, մի մասը նոր ենք բերել բազալտները եւ վերաշարում ենք գմբեթը, հետո տանիքը, քիվերը։ 2027 թվականի դեկտեմբերին ավարտելու ենք շինարարական աշխատանքները, տարածքը մաքրվելու է շինարարական աղբից, այստեղ արահետներ ալնելու, քայլողիներ ալնելու, այնտեղ ներքևը ավտոկայանատեղի, ամեն ինչ բարեկարգվելու է, ցանկապատը եւ նորմալ ամեն ինչ կավարտենք։ Ես միջև իմ խոսքին ասել եմ, մեր մեծ գրողներից մեկը Վարդգես Պետրոսյանը մի այսպեսի շատ լավ միտք ունի, ասում է ամենափառավոր անցյալի պատն է, եթե այդ պատի քարերը չեն ավելանում, փոխվում է ավերակի, պատվում է մոլախոտով, դառնում է փոշի եւ հուշ։ 2021 թվականին այս տարածք այցելել է վարչապետ Պավոլ Փաշինյանը եւ նկատելով եկեղեցու այսպեսի անմխիթար վիճակը, գյուղի բնակչության կողմից հարց բարձրացվեց, որպեսզի այս եկեղեցին վերանորոգվի, ու ճիշտ ասած մենք չէինք հավատում, բայց չանցած արդեն 2 ամիս սկսեցին աշխատանքները։ Ու մենք տեսնում ենք, որ ինչպեսի մեծ ծավալի գործ եւ աշխատանք իրականացվում։ Առիթից օգտվելով ես պետք է շնորհակալություն հայտնեմ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը, իրենց բոլոր աշխատակիցներին, ամենօրյա քրտնաջան եւ հետեւողական աշխատանքի համար։ Մեր գյուղը սահմանապահ ամենամեծ բնակավայրերից մեկն է։ Եվ տուրիստներ շատ կգան, կայցելեն, գյուղը կաշխուժանա, եւ ամենակարևորներից մեկն է նաեւ այս աշխատանքի, որ ճանապարհի հարցն է, ես համոզված եմ, որ եթե եկեղեցու վերանորոգման աշխատանքները իրականացվում են, ապա ճանապարհի հարցն էլ պետք է լուծվի, 2.5 կիլոմետր ճանապարհահատված է եւ դրանում իսկ ամեն ինչ տեղի կմնի։ Սրվեղը ամեն մի այգյովիցու սրտում է, ամեն մի այգյովիցու գենի մեջ է։ Չկա տենց տուն, այգյովիցու տենց տուն չկա, որտեղ սրվեղի այս բնապատկերը չլինի։ Սա մեր գյուղի հավատն է, մեր գյուղի շունչն է, մեր գյուղի ամեն ինչն է։ Աշնանային հիասքանչ գույները ներկել են ամբողջ այգեհովիտը, իսկ վերևից, կարծես հսկելով սահմանամերձ գյուղի անդորը, սրվեղի վանքն է, դարերով կանգուն ու վերանորոգման այս աշխատանքներից հետո դարերը գնացող իր պատմությամբ։ Այգեհովիտցիները, որ առանձնահատուկ հյուրասիրությամբ ու խնդրահարույց հարցերի նկատմամբ լավատեսությամբ են աչքի ընկնում, ուրախ են բոլոր այցելուների համար ու վստահ, որ դեպի Վան գնացող ճանապարհի բարեկարգումից հետո, որն ուղղակի անհրաժեշտություն է, մի քանի անգամ կավելանան միջնադարյան այս շքեղ կառույց այցելողները ու վանքն էլ կծառայի իր հոգևոր նպատակին։ Բաց երկնքի տակ սրվեղի վանական համալիրներ։